Հարգելի հետևորդներ, սոցիալական դուետի հերթական հաղորդումն է, անդրադառնալու են թեմաներին, տնտեսագետ Հրայր Կամենդացյանը, բարև ձեզ պարոն Կամենդացյան, եւ պատմաբան Արեգ Սավգունյանը։ Որոշ բախտախնդիրներ, չգիտենք որտեղից որոշեցին, որ իրենք կարող են, ենթադրենք, բժշկական տերմիններով ասեմ, հերձեն սահմանադրությունը։ Սահմանադրության մեջ ինչ-որ տեղեր կան, կտրեն դեն։ Հետաքրքիր գիտեք որն է, որ ես նայել եմ այդ նախագիծը, թեթևակի սահմանադրության, այնտեղ ավելացում չկա։ Ընդհակառակը ամեն ինչ կտրում են, դեն են նետում, կտրում են այն հույսով, որ խաբեությունը իրականացվելու, մարդիկ չեն կարդալու, չեն իմանալու, այս իմաստով պետք է մենք մեր ժողովրդին վստահեցնենք, որ այո, մենք որ խոսում ենք սոցիալական երաշխիքների մասին, դրա հիմքը մեր սոցիալական պետության, այսպես ֆակտորն է, գործոնն է, որ սահմանադրության մեջ է եւ մենք յուրաքանչյուր քաղաքացի լինի մարզում, լինի քաղաքում, լինի հետազոտություն անցած, լինի հետազոտությունից խուսափած թեկուզ չէ, մենք բոլորս ունենք մեկ պարտավորություն, դա սահմանադրությունը աչքի լույսի պես պահելու այդ վսեմ մեր պարտավորությունն է։ Պարոն Կամենդացյան, եթե այս իշխանությունները իրենց ֆանտազիաներում ավելի հեռու գնան, հնարավոր է նաև սահմանադրությունից արմատախիլ անեն սոցիալական եւ իրավական եզրը, որտեղ այդ երկու տերմինը բովանդակային իմաստով ասենք, տեսական, թե գործնական հարթության վրա, այս իշխանությունը այդ տերմինների հետ հաշտ չի, որովհետեւ վերջի 8 տարում եւ արդարադատության համակարգն են ոտքից գլուխ ապականել եւ կազմակերպել եւ սոցիալական ոլորտում էլ իրանց տարած զավեշտալի բոլոր քայլերը ուղղված են ոչ թե կոնկրետ հասցեական քաղաքացու հարցի լուծմանը, իդեպ երեկվանից համացանցում մի հատ հաշմանդամություն ունեցող արհեստավորի վարպետի տեսանյութ է լայնորեն շրջանառվում եւ արդից օգտվելով նաեւ այս տաղավարում ես ուզում եմ բարձրաձայնեմ այդ մարդու խնդիրը, բացարձակապես ինքը կենսագործունեության առումով կոպիտ եմ ասում որպես արհեստավոր էլ պիտանի չի, հազիվ է ինքը շարժասայլակի վրա շարժվում, մարդը խնդիր ունի նույնիսկ կաթետրը մի խոսքով միացած է եւ այս մարդուն տնային այցելություն են կատարել այդ բժշկասոցիալական ծառայությունից, ինքը ունեցել է առաջի կարգ, զրկել են տվել են երկրորդ կարգ, ասել են դու ոնց որ ավելի աշխուժ ես երևում։ Ավելին, նույնիսկ զինկոմիսարիատից տեղյակ չեն եղել այս մարդու վերաբերյալ, որը 8 տարի նաև ասում է, որ մռավի շրջանում ծառայություն է զինվորական իրականացրել, զանգել են եւ երամսյա հավաքների են կանչել։ Մի զարմացեք, վերջերս օգտատերերից մեկն էր գրել համացանցում, բարձր ինչ որ խարդախ մեկն է եղել, գողություն է կատարել, հայտնաբերվել է, չէ՞։ Այս մարդու այդ դատը իրականացել են ու տեսնել այս մարդը չկա։ Վերջը պարզել են որտեղ ինչ բան զանգել են, տուն են զանգել, ասեն որտեղ զանգել այդ մարդուն գտել են, բարձր այդ մարդը 3 ամիս առաջ մահացած է եղել։ Այո։ 3 ամիս առաջ մահացած մարդու հետ կապված, եթե իրավական ինչ որ քննությունների խնդիրներն ես ուզում հարթեն, հաշմանդամը ինչ է պետության։ Դե նաև այդ արդարադատության բաց թողումն է, որ անընդհատ էս հինի նորի շրջապտույտում գտնվում են եւ շատ դեպքերում նաև ներկա ժամանակաշրջանում կենթանի ռեալ, այսպես ասած, հանցագործներին թողած ընկնում են ննջայցալների հետևից, որտեվ այն կամային հատկությունները չունեն, որպեսզի կարողանան իրավամբ հանցագործներին պատասխանել։ Ես ձեր հետ համաձայն չեմ, որովհետեւ նրանք կամային հատկանիշներ ունեն։ Իրեն ժամանակը արդեն անցել է, քանի որ 2 ամիս հետո նրանք հեռանալու են։ Հունիսի 7-ից հետո չեն լինելու։ Հունիսի 7-ից հետո այս մարդիկ լինելու են մեր քաղաքացիները, մենք նրանց էլ ենք Հիմա մենք էլ ենք, պարոն Կամենդացյան, կանխատեսումներ անում, թե ուղղակի փաստում ենք ու տեսում ենք ինչ զգում է մեր հասարակությունը։ Փաստը գիտեք որտեղ է։ Փաստը իհարկե անմերժել է, բայց երբ որ դու մարզային այցեր ես իրականացնում, չէ՞, եւ մարզային այցերի այդ իրենց այդ շրջիկ բրիգադը Տորոլեբուսի մասին է խոսքը։ Այս sense թևերով ինչ որ սրտիկներով ես ինչերով, ընդ որում հետաքրքիր գիտեք որն է,
Սանձնոց սրտիկների տարբեր ինչ-որ կոնֆիգուրացիաներ կան, դա երևի ապագայում պատմաբանները կհետազոտեն, որտեղ ինչ-որ մեկը կա սրտիկի մեջ ինչ-որ սենց ա, մեկը սենց անում, էլի թողի։ Պարոն Կամեդացյան, կնայեք, մենք հա։ միջինացված արդեն այդ սրտիկների ընդհանուր այսպես ասած էպիկրիզը հանել ենք եւ դա խորհրդանշում է մեր պետական բյուջեի մեջ առաջացած այդ հսկայական խորոչը, որը արդյունք է այն անմիտ, անհիմն քաղաքականության, որը իրենք իրականացնում են, այսինքն հնարավորինս ինչքան պետական բյուջեին ֆինանսական ռեսուրս կա պայթեցնել այս նախընտրական շրջանում եւ դրանից հետո էլ երբ որ գա ձևավորի նոր իշխանություն եւ բնականաբար իրանց մեղադրանքներ ներկայացվի թե այս ինչ է կարել, ասելու են մենք ձեզ ուղերձներ ենք հղում, բայց կլոր այդ անցքերը որ հղում ենք ինչ է նշանակում, ասում ենք որ խողովակները պայթելու են։ նայեք եւ համատարած են, չէ՞, այդ անցքերը ցույց տալի, այսինքն ինչա ցույց տալի, եթե վարչապետից սկսած բոլորը ցույց են տալի, նշանակում է առողջապահության նախարարություն, բյուջեն ծակա, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն նույն վիճակն է, մարզեր նույն վիճակն է, ճողվածքներ են, սրանք ֆինանսական ճողվածքներ։ Եվ այս առումով մենք պետքա բժշկական միջամտության ճանապարհով փորձենք այդ ճողվածքները վիրահատել եւ փորձենք երկիրը սոցիալ-տնտեսական առումով ոտքի կանգնեցնել, որովհետեւ իրանց խոստովանությամբ, քանի որ դեռ իրենք մնացել են 7-րդ դասարանում, բայց իրականում 7-րդ չեն, իրենք առաջի դասարանում են, դուք պատկերացնում եք պետական բյուջեն այսօր գտնվում է առաջի դասարանցիների ձեռքում։ Վիճելի դատողությունը կատան, որովհետեւ նրանք կարելի ասել ակադեմիկոս են, բայց գիտեք որ բնակավարում մոլորեցում խափեություն, զանզան այլանդակություններ, կենցաղավարություն, չէ՞, ուտելիքի մի կուլտ, ուտելիքի տարբեր ձևեր, ես պարզապես չեմ կարող կողմնորոշվեմ սրանից են կողմ, այս մոլորեցման ակադեմիկոսները ինչ են հորինելու, որովհետև իրար հետ կապում են նույնիսկ բաներ, որ ընդհանրապես կապել չունեն։ Այդ փայտիկները չինական, սիբեխը դրա հետ ինչ կապ ունի։ Պարոն Կամենդացյան, ես կարծում եմ այն մարդիկ, որոնք իրենց հիմա խորհուրդ են տալի նախընտրական շրջանում նման գրոտեսկային բաներ, նման քայլերի տարբերակով փորձեն հանրության ուշադրությունը գրավել, որոշակիորեն իհարկե ստացվում է գրավում են, բայց իհարկե դա կապիտալիզացիայի չի ենթարկվելու քվեների տեսքով, ինչի համար, որովհետև իրենք իրականում մեր հասարակությունից կտրվել են եւ շատ վատ են ճանաչում մեր ժողովրդին։ Իրանց թվում է, այո, հասարակության մեջ կա նաեւ այդ շերտը, որը տարված է գյորմամիշությամբ, որի համար հաց այսպես ասած կուլտ է, պաշտամունք է, բայց դա մեր ազգը չի։ Մեր ազգի նման երևույթները խորթ են։ Հա, մենք կարանք բազմաթիվ հիմա օրինակներ բերենք, թե նույն ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ, նույն 44-օրյա պատերազմի ժամանակ մեր զինվորները տեղ ա եղել, ընկել են պաշարման մեջ, օրեր շարունակ նույնիսկ այն տարական հացի կամ հնարավորությունը չեն ունեցել, ու այս մարդիկ կարողացել են դիմակայել։ Եթե մեր ժողովուրդը իրականում պարոն Կամենդացյան բաղկացած լիներ ուտող խմողներից, գյորմամիշներից ու այդ կենցաղավարությանը հարիր մշակույթը կրողներ, որոնք իրենց այդ բանը տրոլեյբուսով ցուցադրում են, հա, բանը reality show-ի շրջանակներում, ապա կարելի է ասել, որ մենք իրոք ազգովի մտածելու տեղ ունենք, բայց խնդիրն այն է, որ իրենք չփորձեցին այս 8 տարվա ընթացքում հանրության այն շերտերը, որոնք չունեին համապատասխան մակարդակ, փորձեին բարձրացնել, բայց դրա համար իրենք պետք է մակարդակ ունենան։ Բայց ես մի բան հավելեմ այդտեղ, պարոն Սավգուլյան, մենք երբ որ այս հարցերը բարձրացնում ենք, չի նշանակում որ մենք զրուցում ենք զրուցելու համար։ Այո։ Այս հարցերը բարձրացնելուց հետո մենք շուտով մարզեր են գնալու, եւ ոչ միայն մարզեր, Երևանի բոլոր շրջաններում գնալու ենք, որտեղ Երևանում էլ է սա գործելու նաեւ։ Մենք ինչ պետք անենք, մենք ժողովրդի հետ խոսենք, ժողովրդին պատմենք, մեր հետ բժիշկներ կլինեն, մեր հետ խորհրդատուներ կլինեն, մարդիկ կիմանան սա ինչ է, մենք ինչ ենք բերում, ում ենք բերելու ենք սա, մեկ էլ մի կարևոր խնդիր, ինչ թեմա մենք արծացում ենք, մենք իշխանության մաս են կազմելու, չէ, եւ հունիսի 8-ից հետո այս ամբողջը նոր կառավարության ծրագրի մեջ լինելու են հաստատուն իրենց տեղը ամրագրած խնդիրներ,
որոնց լուծելու համար բնականաբար որ կառավարությունը իրականացնի օրենսդրական եւ ենթաօրենսդրական բնույթի աշխատանքներ։ Սա անպայման Շատ պետք է լավ, պարոն Կամենդացյան, ես էլ ուղղակի հավելեմ, որ վերջերս օգտատերերից մեկը հարց էր բարձրացրել, որ իշխանությունը եւ ընդդիմությունը մտել են լուրջ մրցավազքի մեջ եւ բոլորը այդպես խոստումներ են շռայլում։ Մենք փաստացի դատենում ենք իշխանության մասով թե ոնց են բյուջեի հետ վարվում, բայց կարծում եմ նաեւ ընդդիմադիր դաշտում անկախ այս նախընտրական խոստումներից, որը դուք նաեւ նշում եք, պետք է նոր իշխանության ձևավորումից հետո մենք ամբողջ հանրապետությունում մի հատ ընդհանուր սոցիալական կարիքների գնահատում անենք եւ ըստ առաջնահերթության մեր քաղաքականությունը մշակենք, որովհետեւ այսօրվա իրանց սոցիալական, թե առողջապահական, թե տնտեսական քաղաքականությունը իրականությունից կտրված է։ Միանշանակ հասարակության աչքում շատ բաներ կա չի երևում եւ մարդիկ չեն կարողանում դետալային խորանալ, թե ինչի է դեղը թանկ, թե ինչի է երկրում հացը թանկ, շաքարավազը թանկ, կարագը թանկ։ Այս առումով կարծում եմ, որ պետք է մշակվի համապարփակ սոցիալ-տնտեսական ծրագիր, դա իշխանափոխությունից հետո, որպեսզի մենք երկրում դնենք իրապես սոցիալական պետության հիմքերը։ Եվ այս բնագավառում շատ կարևոր է սոցիալական երկաթյա ձեռքի տեսությունը, որը ոչ թե ինչ որ ամպագորգոր նշանակություն ունեցող, այսպես ասած, բարերի կույտ է կամ արտաբերում է, այլ մեր երկրում տեսնում եք այս սոցիալական հսկայական անհավասարությունը, որը կա, բխում է նրանից, որ չունենք այն հավաքական թիմը, հայրենասեր թիմը, նվիրված թիմը, որը կարող է ծանրությունը վերցնել իր ուսերի վրա եւ ասի ես լուծում եմ այս խնդիրը, որովհետեւ այս տնտեսական քաղաքականությունը ինչ է քարոզում, հարուստները հարստանում են, աղքատները աղքատանում են, բայց երկրի տնտեսական այդ կոպիտ ասած տաբլոյի վրա գրվում է, որ 2% տնտեսական աճ, 3%, 4%, բայց քանի որ նույն աղքատության մակարդակը էլի 21.7 կամ 22%-ից տեղաշարժ չի, բան չի փոխվում։ Այո, բան չի փոխվում, այսինքն մեր խնդիրը որն է, ունենալ այնպիսի ծրագիր, որը անկախ գնաճա, սղաճա եւ այլն նպաստի Հայաստանի Հանրապետությունում կոնկրետ սոցիալական թիրախային քաղաքականությանը, որի շրջանակներում մենք կարող ենք մեր հասարակությանը այս անդունդից բերենք դեպի լույս աշխարհ, որովհետև այդ մարդիկ իրականում հայտնվել են գիտեք ինչ, մի հատ սոցիալական ծանր վիճակի շրջապտույտի մեջ են հայտնվել, որից դուրս չեն գալ, եւ ես ուզում եմ անդրադառնալ մի կարևորագույն խնդրի, վերջերս նույն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին լրագրողը հարց է տալիս, ասում է դուք հեծանիվ եք գնել 7000 եվրո արժողությամբ, արդյոք սա ճոխություն չի, ասում է ոչ։ Եվ նայեք ինչ հետաքրքիր, այսպես ասած ճակերտյալ հետաքրքիր համեմատություն է անում, ասում է դուք որ օրինակ $20,000 մեքենա գնեք, դա ճոխություն կնի թե ոչ։ Ես հատուկ հետաքրքրվեցի, թե օրինակի համար այդ հեծանիվը, որ ինքը ձեռք է բերել, ինչ սպորտային դասի սանդղակում է գտնվում հեծանիվների աշխարհում, տեխնիկական այո, հնարավորություն, եւ փորձեցի գտնեմ դրա էկվիվալենտը ավտոաշխարհում, եւ ավտոաշխարհում դա 20 կամ $25,000 ավտոմեքենան չի։ Դա օրինակի համար $120,000 Porsche տեսակի ավտոմեքենա։ Porsche 911, Այո, Porsche 911։ հետաքրքիր։ Եվ փաստացի ստացվում է, եթե Արսեն Թորոսյանը դա ձևակերպում է, որ իր ցանկությունն է, իր նախասիրությունը, միգուցե նաև իր մանկության բյուրեղյա երազանքներ ունենալ նմանատիպ թանկ հեծանիվ, իսկ եթե հանկարծակի Արսեն Թորոսյանը որոշեր դեկտեմբերին ամանորյա նվեր անել իրեն եւ 9 միլիոն դրամի շրջանակներում ձեռք բերեր հեծանիվ, որտեվ դա էլ իր նախասիրության շրջանակներում է, ապա այդ մեքենան կարելի էր համեմատել օրինակ Ferrari եւ Lamborghini առանց չափազանցության դասին պատկանող մեքենաներին, որոնց գինը տատանվում է $220,000-ից մինչև $500,000։ Եվ միևնույն ժամանակ, ասում եմ, համացանցում կարող են պատտվել բազմաթիվ մարդկանց օրինակներ, որոնք 10-15 հոգյանոց ընտանիքներ ապրում են ահավոր սարսափելի պայմաններում, եւ Արսեն Թորոսյանը մոռանում է, որ ինքը այս մարդկանց իրավունքները
այս մարդկանց Ի կարիքները ի պաշտոն է հոգացող նախարարն է, նա, չգիտեմ, պետք չի ներկայացնում, ֆինանսների նախարար չի, արտաքին գործոս նախարար չի։ Այդ հանգամանքը ենթադրում է, որ ինքը պետք է իրան ավելի զուսպայի, ավելի համեստ պայի, որ այդ սոցիալապես խոցելի խավում գտնվող մարդ, հիմա մենք նաև անդրադարձ կունենանք, սովորական են պրոթեզի կարիք ունեցող մարդը, ատամի կարիք ունեցող մարդը տեսնում է այն գերատեսչությունը, որը իր հարցերով պետքա զբաղվի, այդ գերատեսչության ղեկավարը ասում է իմ նախասիրությունն է, որ ես այսպես պիտի անեմ կամ այնպես պիտի անեմ։ Այո, որովհետև ես իմ օրինական ստացած աշխատավարձով, օրինական ստացած 7 կամ 9 միլիոն դրամ պարգևավճարով իրավունք ունեմ ձեռք բերեմ այն ինչ որ ես ցանկանում եմ։ Եվ այս առումով սա էլ խոսում է էլի իշխանությունների արժեքների խեղաթյուրման, այո, եւ անդունդի նենգափոխման մասին է խոսում։ այո, Նենգափոխման մասին է խոսում։ Ես մի օրինակ բերեմ այդ բանի հետ կապված, այս իշխանության տրանսֆորմացիայի մասին։ Ուրեմն նայեք, 18 թվականին այս իշխանությունները ոնց 2 ամիս է մնացել, ոչ ավելի։ Վերեցին տնտեսական կյանքի մեջ, հարկային վարձատրության մեջ թեզ, որ 3-4 միլիոն դրամի եթե հարկային հանցագործության բաղադրիչ կար, միանգամից այս մարդու նկատմամբ հարուցում էր քրեական գործ, մարդը դառնում էր քրեական գործի, այսպես ասած, մեղադրյալ։ Ոտքի վրա։ Մի տեսուչը կարող էր մտնել օրինակ Զանգեզուրի կամ Ղափանի այդ հզոր ձեռնարկությունը, չէ, միլիարդավոր դրամների մի հատ ակտ գրեր 5 միլիոն դրամի, չէ, եւ տնօրենը միանգամից հայտնում էր քրեական գործի, այսպես առանցքում էպիկենտրոնում։ Հիմա 3 քննարկում են հարկային տեսության ղեկավարը հայտարարություն է, որ այդ գումարը այդ 3-4 միլիոնից առաջ որ կար, հիմա դա դարձել են 20 միլիոնից մինչև 30 միլիոն եւ 30-ից մինչև 50 միլիոն եւ ավելի բարձր, այսինքն որոշակի այսպես թուլացում են կատարում այդ հարկային կարծեմ նաեւ մամուլում էլ շրջանառվեց, որ դա բանն է։ Հիմա խնդիրը գիտեք որն է։ Լավ, այս 8 տարի դուք այդ բնակավարները ղեկավարում էիք, քաղաքական ղեկավարության մասին եմ ասում, դուք չգիտեիք, որ նման խնդիր կա, տասնյակ հարյուրավոր մարդիկ իրանց ընտանիքների հետ միասին, չէ, ապրոմակցել են այս մարդիկ իրենց ընտանիքի, տասնյակ հազարավոր մարդիկ այս թեմայի եղել են, գիտեք, մատաղի գառը, 7 տարի այս թեմայի շուրջը, այս թեման եղել է, տնտեսագետները զգուշացրել են, ֆինանսիստները զգուշացրել են, այս ամեն ինչ արվել է, որպեսզի չասեն, մենք չէինք իմանում։ Հիմա 7-րդ տարվա ավարտին եւ ընտրություններից 2 ամիս առաջ հիշեցիք, որ սա տնտեսական փոխհարաբերությունները խեղաթյուրելու, նենգափոխելու եւ վարչարարությունը պարզապես մարդ հետապնդելու եւ ավելի հաճախ քաղաքական համոզմունքներ ունեցող տնտեսվարողներն հետապնդելու գործիք է եղել։ Նոր հիշեցիք։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գնում է զոհաբերություններ։ Ես վերջերս ինչ որ խելացի անասնագոմի մոտ գովազդներ էր անում եւ բարիս բուն իմաստով խրախուսում էր կովերին, որպեսզի նրանք իրենց կատնատվության մակարդակը բարձրացնեն։ Այս առումով ես միևնույն ժամանակ ինքը սիրում է այտենց թեժ կետերում լինի, օրինակ 4 կարգի ալյուր են ներմուծում, անաստաշենք են իրանք գովազդում, ցույց են տալիս, որ կտրուկ իրենց օրինակով նպաստում են, որ կովերի կատնատվությունը բարձրանա։ Պարոն Սավգուլյան, այդ օրինակի միջալուց վարակի չէ, եւ կոնկրետ այդ երիտասարդին, որին հիշատակեցիք, չէ, նա օդից չի հորն այդ ամեն ինչը։ Տարիներ առաջ էլ այն դատապետված նախկին օրոք կար մի վարչապետ Տիգրան Սարգսյան անունով։ Սա մի ամբողջ դասախոսությունները կարդացել, որ կովերի
մրցակիցը պետք է իրականացնել տաք ջրով լվանալուց հետո։ Ես հիմա չեմ ուզում զուգահեռներ անցկացնեմ, որովհետև ակնհայտ է, որ երկուսն էլ այն նույն սանրի կտավն են։ Այդ ներկա այդ իրենց նախքին կոչեցած Բայց դա ամեն դեպքում ինտելեկտուալ հսկայական տարբերություն կա։ Գործի առումով ճիշտ եք ասում։ Ես Ոչի առումով ձեռագրի։ Ես ցանկացած հարցի վերաբերում եմ նրա հնարավոր կիրառական արդյունքով գնահատելով։ Մենք որովհետև արդյունքի գնահատման process-ի մեջ ենք։ Այո։ Մենք պարզապես թեզեր չենք ենթադրենք, մոգոնում ուղղարում ենթադրենք, ոնց որ հիմա այդ շրջիկ ավտոբուսից, այդ շրջիկ ավտոբուսը օրինակ որ ման են գալի, այդ դուք տեսել եք այդ շրջիկ ավտոբուսը ենթադրենք մի ինտեղ գա ու մի կոնցեպտուալ կիրառական քննարկման է։ Այն մոտիկանում է բանին քաղաքացուն։ Այդ որ քաղաքացին ակնհայտ ինսուլտ է տարել, տեղակ չի ինքը որտեղ է։ Դուրս է եկել այդ գալմաղալի վրա։ Տենա ընդհանրիկ էս ինչ գալմաղալ, այսով են գալը վազելով անցնում, գալիս ասում է, եղբայր լավ է, չէ՞։ Այդ եղբայրը տեղակ չի, ասում է, դու իմ մորաքրոջ տղային ճանաչում ես, հասկանում եք։ Թևից քաշում է առարից բանը այդ բանից կրծքիդ կպցնեմ այս մարդը տեղակ չի այս մարդը ինսուլտ տարի մա հիվանդ մարդը ինչ անեք դուք հիվանդ մարդուն ուր եք քաշում այդ Հայաստանի մակետը ուր եք կպցնում այս մարդուն հա կարող է հայրենասերը բայց այս մարդը ձեր հետ ինչ կապ ունի այն օրը մեկն էլ այդ նույն այդ Արշավա խմբի հանդիպել էր թե կարծեմ միտեղ նկարահանվել ասեց բանը երկու ամսվա ընթացքում լեղապարկս հեռացրել են բանս 12 մատնաղիքս հեռացրել են էս են հեռացրել էս են բուժե ոտքերս բուժեցին ձեռքերս բուժեցին գլուխս բուժեցին էս արեցին երկու ամսվա ընթացքում այս ստին էլ չափ կա չէ հետ վերականգնողական շրջան մենք այսօր բժշկությունը քննարկում ենք այդ Այս մարդիկ ես չեմ հասկանում, այս քարոզարշավի տակ մնացածները հետ վերականգնողական շրջան չունեն, թե փաստացի մի հարահոս է, այս conveyor, ասենք որ մարդիկ հասկանան, այստեղ պարկում է այս մարդը, այդ երկու ամսվա ընթացքում շարժում է հիվանդանոցում, այստեղ լեղապարկ հեռացան 3 հատ։ Այո։ 3 հատ լեղապարկ, այստեղ հեռացեցին այն զանազան պոլիպներ, միոմաներ, եսի ինչեր, այստեղ հեռացեցին այս բանը 12 մատնա աղիքը վերջում այս հեռացները որ գնա փաստորեն մարդկանց չհեռացած մենակ բանն է միջամտությունը չեն հիշողությունն է մնալու այդ մարդու գլուխը հավանաբար բանը գալու դրան հասնի թողնեք իրենց որովհետև այս արշավը այդ ավտոբուսով արշավ բան կան չէ այդ կարգի մի ղեկավար էլ կա մեր տարածաշրջանը բանը այն Բեյմուրազ Էրդողանը Բեյմուրազ էլի Նա փողա բաժանում այնի փողա բաժանում որ ձերքը համբուրում է այս շպրտում հասկացանք մեր մոտ էլ են փող բաժանում որոշակի ասում եղբայր ստացար չէ 10000 ստացար չէ 10000 ստացար այմար տուն որ դիմում է այսի մի կվա ղեկավարը ստացա չէ 10000 բարձրացնենք ինքն էլ չի կողմնորոշվել որ այդ փողը ոչ ոք չի ստացել մարդիկ այդ փողը առաջինական ստանալու են մայիս ամսին այսինքն այս իրանց այդ հրետակոծությունը այդ 10000 դրամանոց արկերով էլի չէ սա դեռևս չկա հիմա օդ են վաճառում մարդկանց վրա Պարոն Կամենդացյան կա իրենց անդրադարձ իրանց ոչի մեջ էս բանի նախընտրական հստակ տեսնում եմ Լեոնիդ Իլիչ Բրեժնևի հետագիծը որին կարելի ասել հավասարաչափ Պապոյանը եւ Փաշինյանը բաժանել են իրար միջև Փաշինյանը օրինակի համար այդ բաները տալիս է Հայաստանի մակետը աղավաղված տալիս է հանրապետության ասես Լեոնիդ Իլիչն էլ չէ սերուներ պարգևատրումների շքանշաններ տալու 4 անգամ հերոսի կոչում ինքն էր տալու իրեն եւ իսկ բանը Պապոյանը առաջնորդվում է Լեոնիդ Իլիչի էկոնոմիկա դաշնաբից էկոնոմն է հայտնի կարգախոսով եւ այս առումով ձեր ձեռի տված process-ը իրենք տանում են առաջ